Այսօր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ Ռիտա Սարգսյանի մահվան տարելիցն է։ Ռիտա Սարգսյանը մահացավ 2020 թվականի նոյեմբերի 20-ին կորոնավիրուսի հետևանքով։ Հայ հայտնիներից շատերն այսօր իրենց ինստագրամյան էջերում գրառումներ են արել Ռիտա Սարգսյանի մասին ու իրենց ափսոսանքը հայտնել տիկին Ռիտայի մահվան կապակցությամբ։ Երգչուհին Ունե Եսայանը ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել էր տեսանյութ Ռիտա Սարգսյանի մասնակցությամբ ու իր կատարումներից մեկը կցել։ Երգիչ Մհերը ևս ակտիվ հրապարակումներով էր հանդես եկել, գրելով հետևյալը. 2020 թվականի նոյեմբերի 20-ին կյանքից անժամանակ հեռացավ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը Ռիտա Սարգսյանը։ Հավելենք, որ Մհեր Արմենյան և տիկին Ռիտա Սարգսյանը շատ մտերիմ հարաբերությունների մեջ էին տարիներ ի վեր։ Հրապարակումներով հանդես է եկել նաև Ավետ Բարսեղյանի կինը Անին։ Նա գրել էր հետևյալը. «Լույսերի մեջ մնաք, մեր սիրելի տիկին Ռիտա ջան»։ Հրապարակումներով կիսվել էր նաև Ավետ Բարսեղյանը։ Նա հրապարակել էր համատեղ լուսանկար և գրել հետևյալը. «Լույսերի մեջ, լուսավոր տիկին, կարոտել ենք ի սրտե։ Քո մի կյանքով ապրեցիր 1000 մի կյանք», գրել էր Ավետ Բարսեղյանը։ Հավելենք նաև, որ դեռ ամիսներ առաջ Ավետ Բարսեղյանը հյուր էր Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին, որի ընթացքում երկուսով գնացել են նաև գերեզմաններ, այցելել նաև Ռիտա Սարգսյանի գերեզմանին։ Այդ մասին խոսելիս Ավետը նշել էր հետևյալը. «Գերեզման գնալու մեջ կա տխրություն, կա լաց, բայց ինքն ավելի ապրեցնող լացն ա, ու դեպի կյանք քեզ բրդող հոսանքն ա ավելի շատ։ Դեպքի ժամանակ անընդհատ պատերազմում ես քո հետ, Աստծո հետ, ճակատագրի հետ»։ Նազենի Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե երբ անցավ պատերազմը Ավետի մոտ, երբ նա կորցրեց հայրիկին։ Հայրիկիս մահից հետո ունեցա բարկություն, որը պարբերաբար հետ վերադարձող բարկություն է։ Մեզ նաև վատ առումով օգնում ա 19 տարեկան երեխեքի էսքան կորուստը, որ դու արդեն 58-ի կամ 45-ի մահը սկսում ես այլ ձև տանել։ Եթե էդ 19 տարեկանների մամաներն ուժ են գտնում ապրելու և նոր կյանք տալու, ուրեմն դու հանգիստ տեղդ նստիր։ Նազենին ու Ավետը միասին այցելեցին և ծաղիկներ դրեցին նաև Ռիտա Սարգսյանի գերեզմանին։ Մենք եկանք տիկին Ռիտայի այգի։ Սա հանգստյան գոտի է, իր նման գեղեցիկ այգի։ Իր գոյությունն այնքան շատ կա իմ կյանքում, իմ մտքում, իմ տան մեջ։ Ես տարվա մեջ մի քանի անգամ գալիս եմ էստեղ։ Ես իմ տանն էլ ունեմ մի անկյուն տիկին Ռիտային նվիրված, ու եթե աղոթք եմ անում կամ խունկ վառում, ապա այնտեղ եմ դա անում։ Ավետ Բարսեղյանը խոստովանեց, որ Ռիտա Սարգսյանն իր համար եղել է մոր նման։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար այսքանն էր առանձնացրել։ Ձեզ ենք ներկայացնում նաև բացառիկ հոլովակ, որը նվիրված է տիկին Ռիտա Սարգսյանին։